Մի մարդ իր այգում թզեն էր տնկել: Ո՞րն է այգին, ով է մարդը, որ թզենին է տնկել: Առակների մեջ երբեմն Աստված, մեր Տերը Հիսուս Քրիստոս, իրեն մարդ է կոչում, մարդ է անվանում: Ուրեմն Աստված իր այգում թզենի էր տնկել: Քրիստոսի այգին ո՞րն է, եկեղեցին է: Յուրաքանչյուր ծառ, եթե ուզում ենք, որ պտուղ տա, այգու մեջ պետք է տնկենք: Այդպես էլ յուրաքանչյուր քրիստոնյա, եթե ուզում է բարի պտուղներ տա, եկեղեցու մեջ պետք է տնկվի: Եկեղեցուց դուրս, այգուց դուրս ծառ չեն տնկում: Այդպես էլ փրկությունը եկեղեցուց դուրս դժվարանում է: Եվ թզենի տնկեց այդ մարդը իր այգում: Ինչու՞ թզենի, որտև թզենին քաղցր պտուղ է տալիս: Այդպես էլ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է աստվածային սիրո քաղցրություն ունենա: Ե՞րբ ենք մենք տնկվում այգու մեջ: Երբ որ վերստին ծնվում ենք: Սուրբ Մկրտությունը վերստին ծնունդ է: Յուրաքանչյուր մարդ ծնվելով պահապան հրեշտակ է ստանում: Նախ մարմնավոր ծնունդն է առաջին պահապան հրեշտակի, երկրորդը հոգևոր ծնունդը: Երկու պահապան հրեշտակ ենք ստանում, մեկ մարմնավոր ծննդյամբ, մեկ հոգևոր ծննդյամբ: Եվ այս երկու պահապան հրեշտակները միշտ մեզ հետ են: Եվ երբ մարդը մահանում է, առաջին պահապան հրեշտակը նստում է նրա գերեզմանի վրա: Քրիստոնյայի գերեզմանը անգամ գերեզման է, տարբերվում է հեթանոսի գերեզմանից, որտև այնտեղ Քրիստոսի սոսկալի զորավոր խաչի կնիքը կա, այնտեղ պահապան հրեշտակն է պահում, պահպանում մարմնին, տեսեք որքան պահապան հրեշտակը հավատարիմ է, ոչ միայն երկրավոր կյանքում է պահպանում մարմինը, այլ նաև մահվանից հետո է գերեզմանի մեջ նշխարներն է, ոսկորներն է պահպանում մինչև Քրիստոսի գալուստ, որտև այդտեղից պետք է մեռել հարություն առնի: Քրիստոնյայի մարմինը, որ Քրիստոսով զորացած է, Սուրբ Հոգով օծված է, Սուրբ Հաղորդությամբ է սնված, արդեն իսկ հրեշտակի պահպանության տակ է: Իսկ հոգին բարձրանում է երկինք և հոգու կայաններում էլ պահապան հրեշտակները պահպանում են հոգին չարի բոլոր փորձություններից, որպեսզի հոգուն ու մարմինը պահպանության տակ լինեն մինչև մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի գալուստը, երբ հոգին ու մարմինը, որի պահպանությունները հանձնվել էին պահապան հրեշտակներին, կրկին միավորվեն և կանգնեն Աստծո ահեղ դատաստանի առջև: Եվ հրեշտակները այդպես պահպանում են: Ուրեմն մենք եկեղեցու մեջ տնկվում ենք, այդ ձիթենին տնկվում է, երբ որ մենք մկրտվում ենք, վերստին ծնվում ենք: Եվ թզենու օրինակով է մեր Տերը խոսում: Թզենին ասում է կարճ ծառ է, շատ չի բարձրանում, բայց բազմաթիվ պտուղ է տալիս: Այդպես էլ քրիստոնյան պետք է խոնարհ լինի, բայց բազմաթիվ պտուղ տա, շատ պտուղ տա: Օրինակ շատ ուրիշ ծառեր կան, որ շատ սլացիկ են, բարձրանում են, բայց անպտուղ են: Այդպես էլ նա, ով հպարտ ու ամբարտավան է, բայց անպտուղ է, նմանվում է անպտուղ ծառերի: Իսկ թզենին կարճ է ու բազմաթիվ պտուղ է տալիս: Եվ ամենակարևորը, թզենին չի պատվաստվում ուրիշ ծառերի հետ: Ծառեր կան, որ պատվաստվում են, բայց թզենին չի պատվաստվում: Եվ սա խորհրդանշում է Տիրոջ այն խոսքը, որ ասում է չեք կարող երկու Տիրոջ ծառայել, Մամոնային և Աստծուն, կամ մեկին կսիրեք, մյուսին կարհամարհեք, կամ մյուսին կարհամարհեք, մյուսին կսիրեք: Այդպես էլ քրիստոնյան չի կարող երկու տերերի ծառայել, չի կարող մարմնին, աշխարհին, սատանային և Աստծուն ծառայել:
պետք է մեկին արհամարի չեք կարող աշխարհը սիրել եւ Աստծուն սիրել, որտեւ աշխարհի սերը թշնամություն է Աստծո հանդեպ, ասում է Հովանես Ավետարանիչ, աշխարհ ասելով ի նկատի ունի մեղքը, չեք կարող Քրիստոսին սիրել եւ մեղքը սիրել։ Ուրեմն այսքան թզենու մասին, եւ այս մարդը, որ իր այգու մեջ թզենի էր տնկել, եկավ պտուղ փնտրելու, բայց չէր գտնում, եւ դիմում է այգեգործին եւ ասում, ահա 3 տարի է գալիս եմ այդ թզենու վրա պտուղ փնտրելու, բայց չեմ գտնում, կտրիր այդ, գցիր, վերացրու։ 3 տարիները ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու մարդու 3 հասակներն են՝ մանկություն, պատանեկություն, երիտասարդություն։ Մանկության պտուղը խակ է լինում, որտեղ Աստված մարդկանցից մանկության ժամանակ հոգևոր պտուղ չի սպասում։ Մանկությունը Սուրբ Գրիգոր Տաթևացու մինչև 10 տարեկան, պատանեկությունը մինչև 15 տարեկան, իսկ պատանեկության պտուղը հասունացած չէ, մանկության պտուղ չկա, պատանեկությանն էլ դեռևս խակ պտուղ է։ Ինչպես Դավիթ մարգարեն ասում, իմ մանկության եւ տգիտության մեղքերը մի հիշիր։ Եվ եկեղեցու կանոնագրքով մինչև 15 տարեկան գործված մեղքերը, որ համարվում է պատանեկություն, ծանր չեն համարվում եւ հեշտության ներման են արժանացնում, բայց 15 տարեկանից սկսած արդեն մինչև 30-ը երիտասարդությունն է։ Երիտասարդ նշանակում է երիտասարդ, 30 տարեկան։ Հա այս տարիքում է, որ Աստված սպասում է մեզանից պտուղ։ Ինչու, որովհետև երիտասարդը մտքով ուշին է, խակ չէ միտքը ինչպես պատանում եւ անհաս չէ ինչպես տհաս չէ ինչպես մանկան, այլ միտքը զարգացել է, աչքը տեսնում է, բերանը համ կա, կերակուրից համ է ստանում, ձեռքերը ոտքերը աշխատունակ են, ժրաջան է, կարող է աշխատել, կարող է պահք պահել, կարող է ծոմ պահել, կարող է աղոթել, կարող է երկրպագել, կարող է ուխտագնության գնալ, կարող է բարին գործել, այսինքն երիտասարդության ժամանակ Աստված մեզանից պտուղ է սպասում, հենց սա է իսկական բարի ժամանակը Աստծուцով պտղաբերելու քաղցր պտուղներ տալու, բայց երբ որ երիտասարդության տարիքն էլ անցնում է եւ մարդը պտուղ չի տալիս, այն ժամանակ, ինչպես այսօրվա առակն է ասում, կտրիր այն, ժամանակն անցավ, այսինքն երբ որ մենք երիտասարդության տարիքում հոգևոր պտուղ չենք տալիս, պահք չենք պահում, աղոթ չենք անում, առաքինություններ չենք գործում, այլ ընդհակառակը մեղքերով ենք ապրում, ինչպես ցավոք սրտի այսօր շատ երիտասարդներ, ապա մեզ համար վճիռ է արդեն արձակվում երկնքում, կտրիր այդ ծառը, 3 տարի է եկել եմ պտուղ չի տվել։ Եվ այգեգործը, որ մեր նույն պահապան հեշտակն է, ինչպես մենք ասացինք, որ մեզ համար խնամք է տանում, խնդրում է, ասում է, Տեր Աստված, պահապան հեշտակն է մեր խնդրում, մեր այգեգործը, թույլ տուր 1 տարի էլ թող մնա, թող հասնի մինչև ծերություն, տակը կփորեմ, աղբ կգցեմ, տակը փորելն ինչ է, կտկարացնեմ մարմինը, որտեղ երբ որ մարդը մեծանում է, մարմինը տկարանում է, ձեռքերը, ոտքերը այն ուժ առայգությունը չունեն, ու քանի որ մենք մեր ուժն ու առայգությունը չծառայեցինք Աստծուն, հիմա մեր տկարությունը պետք է ծառայեցնենք Աստծուն, աչքի լույսն է թուլանում, Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, երբ որ սարի գագաթին ձյուն են ասնում, իմանում են ձմեռն է մոտեցել, այդպես էլ երբ որ մարդու մազերը սպիտակում են, ուրեմն նշանակում է մոտեցել է ծերության, ուրեմն այս բոլորը նշաններ են կամ տակը փորելն է, Աստված մեր տակը փորում է հեշտակի միջոցով,
թուլացնում է, տկարացնում է, որպեսզի մենք առողջ ժամանակ չհիշեցինք Աստծուն, գոնե տկարության ու հիվանդության մեջ հիշենք։ Եվ ցավոք սրտի մենք ավելի շատ հիվանդության, տկարության մեջ ենք երբեմն հիշում Աստծուն, քան թե առողջ ու հաջողակ ժամանակ։ Եվ մտածում ես, ո՞րն է մարդու համար օգտակար, հիվանդությունն ու անհաջողությունը, թե հաջողությունն ու առողջությունը, աստվածային հոգևոր տեսանկյունից։ Երբեմն հիվանդությունն ու անհաջողությունն, աղքատությունը ավելի օգտակար է լինում հոգու փրկության համար, քան առողջությունն ու հաջողակությունը։ Ուրեմն տակը փորեց հրեշտակը, այսինքն հողը փխրացրեց, տկարացրեց, կսկիծ գցեց սրտում, ասում է, աղբ լցրեց, հիշեցրեց հավիտենական տանջանքները։ Ցավոք սրտի, այս է երկրորդ ճանապարհը։ Առաջինը չուզեցինք, սիրո, ուրախության, երջանկության ճանապարհը չուզեցինք, հիմա ողբ ու կոծի ճանապարհը պիտի ընտրենք։ Արտասուքներով պետք է ապաշխարենք։ Եվ այս վերջին ժամանակն էլ է Աստված տալիս մարդուն։ Ծերությունն է տալիս, որպեսզի ապաշխարի բարի պտուղ տա։ Բայց եթե այս 4-րդ ժամանակն էլ, 3-ն անցել է արդեն, մենք չենք պտղաբերում, ծերության ժամանակ էլ գոնե ուշացած պտուղը չենք տալիս, ապա վերջնական վճիռը կկայացվի Տիրոջ կողմից։ Կտրեք այդ ծառը։ Այն ծառը, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում, գցվում է կրակի մեջ, ասում էր Հովհաննես Մկրտիչը։ Ուրեմն քավ լիցի, թող այդպես չլինի։ Մենք որ տարիքում էլ լինենք, մանկության մեջ տհաս պտուղ տանք, պատանեկության մեջ խաք պտուղ տանք, երիտասարդության ժամանակ քաղցր հասունացած պտուղ տանք, եւ եթե ծերության մեջ եք ուշացած պտուղ